հայտնվել, ինքը չի հասկացել որտեղ հայտնվել, իսկ իր տեղը իրոք գաղութում է ինձ թվում, հա, որովհետև ես ազգային իշխանությունը ես հասկանում եմ, որ դուք Նյուզեյմից եք, ձեր սեփականատերը տենց բան ունի, բայց մեր իշխանությունը Ռոբերտ Քոչարյանը չի ձեր սեփականատերը։ Մեր իշխանությունը չի խառնում օրենսդրական գործունեության մեջ, չեք նկատել այս 7 տարվա մեջ։ Ինչի՞ չկպնեմ։ Դուք պետք է ապացուցեք, դուք ապացուցեք։ Ինչ ապացուցեմ։ Որ Ռոբերտ Քոչարյանի ժամանակահատվածում քաղբանտարկյալներ են եղել, բացեք, ինքը չի ձեր սեփականատերը։ Ապացուցեք, մենք միասին։ Ինքը չի հարցնում եմ։ Ես չգիտեմ, ես այդպես Երեք, եթե ասեք, որ պարզվի, որ Ռոբերտ Քոչարյանը որ սեփականություն ունենում, դա զրպարտություն է։ Զրպարտությունը հանգստացեք լավ հասկացա, բան ասեցի սեփական, մի արձակվեք վրա, ստորագրահավաք կհավաքեմ ձեր դեմ, գոռում եք իմ վրա, մի ինձ բուլինգի ենթարկեք։ Դուք Գրիփսիմե Ջեբեջյանը չեք մի։ Խիմենա Գրիփսիմե Ջեբեջյանին է պետք է կարելի ենթարկել բուլինգի, մի արեք, մի գոռա, ես քաղաքական գործ ներողություն, հանգիստ, այսինքն ասել, որ սեփականատեր Ռոբերտ Քոչարյանը, մի րոպե, ինչու՞ դες վրթովվեցիք։ Ասեք որ տես չի։ Հանգստացեք, հանգիստ։ Պարոն Սիմոնյան, հիմա եթե այնպես ստացվի, որ Ով ասեց։ պետք հետո կարելի ենթարկել։ Տենց ասեցի, հա, չէ, տենց չասեցի, դուք սխալ լսեցիք։ Ասեց դուք Ջեբեջյանը չեք, որ ձեզ բուլինգի ենթարկեք։ Ասեցի միայն Ռիփսիմե Ջեբեջյանին է հնարավոր ենթարկել բուլինգի։ Հանգստացեք, տես չեմ ասել։ Դա նկատի չէ։ Ասեց դուք Գրիփսիմե եք, ասի մենակ Գրիփսիմեին վերաբերյալ չի դա, հա, ես դա եմ ասել, մի անհանգստացեք։ Այլ հարց ունեք։ Մի րոպե սպասեք։ Պարոն Սիմոնյան, արդեն 1.5 տարի է Հայաստանը վավերացրել է, ֆակտոր TV, Հայաստանը վավերացրել է Հռոմի ստատուտը, բայց ու այդ քննարկումների ժամանակ անդադասվում էր, որ պետք է միջազգային քրեական դատարան հայց ներկայացնել, պատժել հանցագործներին, ինչն է պատճառը, որ մինչև այսօր 1.5 տարի է որևէ գործ չունենք միջազգային։ Ես ներողություն եմ խնդրում, հասցեատերը ես չեմ, ես միջազգային դատարաններ հայցեր ներկայացնելով չեմ զբաղվում, ամեն դեպքում նաև որպես իշխանության ներկայացուցիչ այդ հայցերը իմ քննարկման առարկա երբևիցե չեն հանդիսացել եւ չեն հանդիսանում, որտեվ ես նեղ մասնագիտական իմ ազգային ժողովի օրենսդրական գործունեության մեջ եմ վավերացրել եք։ Այդ օրենքը եթե մենք այդ բանը եթե չվավերացնեինք, մենք լրիվ ուրիշ իրականության մեջ էինք ապրելու։ Օրինակ կարող էր Հայաստանի Հանրապետության տարածք շատ ավելի շատ տեղերում ներխուժած հակառակորդ ունենային, կարող էր Հայաստանի Հանրապետությունը իր ինքնիշխանության աստիճանը այսքան չլիներ։ Ես բոլորի հարցերին պատասխանելու եմ։ Չէ, ես ոչ մեկին չեմ քննադատում, եթե ես քննադատելու լինեմ, ես տեսախցիկների առաջ բոլորին կքննադատեմ։ Այլ հարցեր ունեք։ Հնարավոր է ընթացքում։ Հնարավոր է, շնորհակալ եմ, մի գնացեք։ Վերադառնալով Գյումրու ընտրություններին Վարդան Ղուկասյանը 3 հարցազրույց է տվել եւ կներեք իր բառն եմ ասում, ԿՊԱ-ականներին անվանել անդաստի արագ եւ նաեւ նշել, որ իրեն Վարդանիկով են դիմում նաեւ այդ համար եւ նաեւ Ռուբեն Մխիթարյանը անվանել է թուրք բոլոր նրանց, ովքեր ԿՊ-ի։ Չէ, բայց Ռուբեն Մխիթարյանը տենց բան չի։ Ես անկեղծ ասած հիմա ամեն մեկի ասածը այդ իրանց ասացվածները պետքա մեկնաբան, չգիտեմ դա ճիշտ է թե ճիշտ չի, որովհետեւ նախ ինքն է իրան Վարդանիկ անվանում։ Չգիտեմ տեսել եք թե չեք տեսել, որ Վարդանիկ Պրիձոտ ինչ-որ ռուսերեն բաներ է խոսում։ Երկրորդը, եթե նման բան ասում, ինչ ասեմ, ինքը մտածում է, որ ինքը վախի եւ ինչ-որ տենց գողական բաներով պետքա գյումրեցու սիրտը գրավի, ես ասում եմ, ես հավատում եմ գյումրեցուն, ես վստահ եմ, որ գյումրեցին ճիշտ որոշում է կայացնել։ Չգիտեմ, ես որ նայում եմ, ես չգիտեմ, բայց համենայն դեպս հին բաների վերադարձ չի լինելու այն ժամանակներին, երբ որ օրինակ Քոչարյանի իշխանության ժամանակ, Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ, երբ որ քաղբանտարկյալներ կային, երբ որ չկային ազատ մամուլ, չկար ազատ մամուլ, ով ասում, բայց հասելով չի միջազգային կառույցների զեկույցներ գոյություն ունեն։ Ով ինքը իր փոքրիկ շրջապատը։ Ուրա մի հատ օրինակ կբերեք այդ դրա օրինակ միջազգային կառույցի անունն ասեք, զեկույց ասեք, լսում եմ։ Եվրոպական ԵԽ-ում անընդհատ այդ հարցը Չէ, փաստաթուղթ ասեք, դուք բան ասացիք, պնդում արեցիք, հիմա ապացուցեք դա։ Ո՞վ է համարում, բացի Արմեն Աշոտյանի քաղաքական, այսպես ասած, շրջապատից եւ Արմեն Աշոտյանի սատարողներից, մի հատ ինձ կասեք, որ միջազգային կառույցներ ճնշումներ չկան Հայաստանում։ Հարգելիս, օրախալ իմ ու ձեր
գնահատականի հարցը չի, ոչ ես կարամ ասեմ չկա, ոչ դուք կարող եք ասել կա, դրա համար կան միջազգային կառույցներ, որոնք մասնագիտական գնահատական են տալիս եւ դա համաշխարհային ընդունված փաստ է։ Հիմա ում ինչ բռնեն, բոլորը կարող ասեն սա քաղաքական հետապնդում է, ով որ գիտի հեսա իրան բռնելու են, մտնում է քաղաքականության մեջ մտածելով, որ ստեղ ինքը կարող է դրանով պատասխանվել, հետո ասում է դա քաղաքական հետապնդում է, բայց միջազգային կառույց հիմա ձեզ դուք հայտարարություն արեցիք, խնդրում եմ ինձ կամ մարդկանց հրապարակեք այն միջազգային կառույցի զեկույցը, որտեղ որ ասվում է, որ Արմեն Աշոտյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում։ Անուն տվեք, կոնկրետ օրինակ բերեք, բռնաճնշում, ասում եմ անուն տվեք, կոռուպցիա, որ ինչի մասին է խոսքը, անուն տվեք, անուն, ասեք Պետրոս Պետրոսյանը հայտարարվել է այս ինչ կազմակերպության կողմից որ բան, ես դա մեկնաբանում եմ, բայց դուք ձեզ շրջապատում, ձեզ թվում է դուք տենց համարում եք, որ այդ տենց է, ուրեմն ամբողջ հանրությունը ու իրականությունը տենց չի, ոչ ձեր պարագայում է տենց, ոչ մեր պարագայում է տենց։ Հենց այս իշխանությանը պետք է միջազգային